ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, թե խիստ անհանգստացած է հակակառավարական ցույցերի դեմ Լիբիայի գործադրած ճնշումների առնչությամբ և կոչ է արել, որ Լիբիայի նախագահ Մուամմար Կադաֆին անմիջապես դադարեցնի բռնությունները։ Ինչպես անձամբ եմ հեռախոսով հայտնել գնդապետ Կադաֆիին, նա պետք է լիովին հարգի հավաքներ կազմակերպելու և խոսքի ազատություն ունենալու մարդկանց իրավունքները, ասել է Բան Կի Մունը։ Լիբիայի անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա ռազմական օդանավերից և ուղղաթիռներից, ինչը մարդու իրավունքների միջազգային օրենքի կոպիտ խախտում է, ասել է Բան Կի Մունը։ Իրանյան երկու ռազմանավ Եգիպտոսի Սուեզի ջրանցքն է մուտք գործել դեպի միջերկրական ծով նավարկելու նպատակով։ Իրանյան նավերից մեկը հածանավ, իսկ մյուսը մատակարարման նավ է և ըստ տեղեկությունների մեկնում են Սիրիա զինավարժության առաքելությամբ։ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամն է, ինչ իրանյան ռազմանավերը Սուեզի ջրանցքով են անցնում։ Չնայած չի ակնկալվում, որ դրանք իսրայելյան ափերին կմոտենան, սակայն Իսրայելի ղեկավարները հայտարարել են, թե իրանյան ռազմանավերի ներկայությունը միջերկրականում նկատում են որպես գրգռիչ քայլ։ Խորհրդային միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Ռուսաստանի ներկայիս ղեկավարներին մեղադրել է իշխանության մենադիրություն հաստատելու և մարդկանց իրական ժողովրդավարությունից զրկելու մեջ։ Գորբաչովը քննադատել է վարչապետ Վլադիմիր Պուտինի և նախագահ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությունը, թե միասին կորոշեն, թե ովքեր են լինելու 2012 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուները։ Գորբաչովն ասել է, թե այդ հայտարարությունները վկայում են քվեարկողների նկատմամբ Ռուսաստանի ղեկավարների անհարգալի վերաբերմունքի մասին։